Բարի լույս բոլորիս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող մեր օրը բարի լինի, գործը թող հաջող ընթանա, մեր տրամադրություններն էլ բարձր լինի, տուր մեզ Աստված մաքուր և խաղաղ երկինք, թոքով ողորմությամբ օրը լինի արևոտ և լուսավոր, կյանքը նման է մեկ գավաթ սուրճի, երբեմն քաղցր, երբեմն դառը, բայց կյանքում կարևորը սուրճի համը չէ, այլ այն է, թե ում հետ եք սուրճ խմում: Բարև ձեզ սիրելիներս կրկին անգամ այս գեղեցիկ տողերով էլ բացում եմ նոր հոլովակը, եղեք միշտ առողջ, եղեք միշտ բարի, իմ լավ բարեկամներ, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլորիցդ, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների և ջերմ խոսքերի համար, եղեք առողջ: Սիրելիներս, տեսնում եք մեր փոքրիկ ծաղկանոցը արդեն կամանց գեղեցկանում է, դեռ պետք է ծաղիկներ կան, որոնք չեն ծլել, կծլեն և Ալլայի բերած ծաղիկներից պետք է սացի լենք: Եղել է գեղեցիկ, եղևնիները աճում են ծաղիկների հետ միասին, իսկ մեր գեղեցիկ կակաչը զարդարում է այս վայրը: Սիրելիներս, այստեղ էլ մեր տան լուսամուտի ծաղիկներն են մեծ, լիմոնը և հիշում եք այդ մեծ ծաղիկն է, հողը փոխել է լիմոնի, իսկ այս ծաղիկի համ հողն է փոխել, համ էլ ծաղկամանը, թողնելու ենք դրսում: Օպերատոր Մարինես էլ այստեղ կեշային է նկարել, խնդրեմ, լուռ կանգնած է, հենց մարդ է տեսնում լռում է, հենց որ մոտը մարդ չի լինում սկսում է արդեն ձայներ հանել: Մեծացավ: Սիրելիներս, այսօր հյուր ենք ունեցել, եկել էին ինձ տեսության, մեծ սեղանի ճաշկերույթ է եղել, ճաշել են, իսկ այս սեղանին էլ սրճել են: Օպերատոր Մարինես նկարում է, որի համար շնորհակալ եմ Մարինեիցս, այս քաղցրավենիքներով էլ ուզում եմ ձեզ հյուրասիրած լինեմ, թող ձեր օրը միշտ քաղցր լինի, այնքան սիրում է այս տեսարանը, այս վայրը, փոքրիկ անկյունը, դրա համար նկարել է Մարինես, տեսեք, ով չի սիրում, չէ՞, որտեղ կոկիկություն, որտեղ գույները համահունչ, որտեղ գեղեցիկ, բոլորն էլ սիրում են իմ կարծիքով, այստեղ էլ ժամացույցն է նկարել, այստեղ էլ իր սիրած նստելու բազկաթոռն է նկարել, հարգելիներս, այս սեղանի սփռոցը գործել էի փոքր սեղանի համար, սրա համար փոքր է, դրա համար մեծն եմ սկսում գործել: Սիրելի հետևորդներ ջան, հարսս գնել է գեղեցիկ, հարմար 3 լիտրանոց ջուր եռացնել չայի համար, խնդրեմ Մարինկան բացում է, շատ հարմար է, ուղղակի համ նկարում է, համ ուզում է բացել, չի ստացվում, ցանկացողներին արտիկուլը կարող եմ տեղադրել: Հետևորդներ ջան, նաև գնել է դույլ, հատակը մաքրելու համար, պոլիփետը իր շորով: Այստեղ էլ սիրելիներս ցույց են տալի, թե ոնց պետք է օգտագործես, այս մասում հեղուկն ես լցնում, լավ լվանում ես, իսկ այստեղ չորացնում ես, քամում է ինքը, դուրս ես անում, մաքրում ես, ցանկացողներին արտիկուլը կարող եմ տեղադրել: Ռեկլամ չեմ անում, ուղղակի լավն է, հարսից դուրս եկել, ուզեցա, որ դուք էլ, եթե ցանկանում եք: Սիրելի իմ բաժանորդներ ջան, այնքան ենք մտերմացել, այնքան ենք ջերմացել, որ դարձել ենք հարազատներ, դարձել ենք օնլայն հարթակում ընտանիք: Սիրելիներս, ես ուզում եմ ձեզ մի բան խնդրել, խնդրանքով եմ ձեզ դիմում, բաժանորդագրվեք Ալլայի էջին, ես Սիլկան և էջը կթողնեմ հոլովակի վերջում: Սիրելիներս, դուք արդեն ծանոթ եք, տեղադրել էի Ալլայի հոլովակը, տեսել եք և այս դրախտային ծաղիկները, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, մեծ աշխատանք է պահանջում, հունվար ամսից այս երիտասարդ զույգը աշխատում է հողի հետ, շատ դժվար է, ցանում են, ջրում են, տեղափոխում են, ջերմոցը վառում են, դրանք անքուն գիշերներ են սիրելիներս, դժվար, շատ դժվար աշխատանք է, դրա համար ուզում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակկոճակը, դրեք լայք
եւ այս գեղեցիկ դրախտային ծաղիկների մասին մի գեղեցիկ մեկնաբանություն գրեք, որի համար շատ շնորհակալ կլինենք, թե ես, թե Ալան, սիրելիներս, թող Ալայի ալիքն էլ բարձրանա, թող տեսնեն, որ ինչքան գեղեցիկ ծաղիկներ են աճեցնում, տեսեք, տարբեր տեսակի, սիրելիներս, ես վերջում մի հատ էլ գիշերային հոլովակ կտեղադրեմ, կտեսնեք, որ իրոք շատ մեծ աշխատանքներ է պահանջում, իհարկե, մինչև չաշխատես, գումար չես վաստակի, դա պարզ է, բայց ինչքան եռանդուն, աշխատասեր, շատ հոգատար մայր Ալան է, իմ բարեկամուհին, չէ որ այսքան գովում եմ, ամուսնուս կողմից է բարեկամ, բայց ինձ համար հարազատ աղջիկ է, սիրելիներս, տեսնում եք ինչպիսի գերան, գեղեցիկ, գունավոր, ծաղիկները հրաշք, հրաշքություն, դրախտային պարտեզով եմ ձեզ ման տալիս, իմ լավ բարեկամներ, ես գիտեմ, որ կբաժանորդագրվեք, դա ձեզ համար դժվար չէ, բայց մեզ համար և մանավանդ Ալայի համար շատ հաճելի և լավ կլինի, ասել եմ չէ, որ Ալան գիպսերով գործեր է անում, դուք տեսաք, ինձ նվիրել էր, քաջ արդեն ծանոթ եք, Ալան մազահարդար է, մազ է կտրում, ունի սեփական իր անկյունը իրենց տան մեջ և նաև մատնահարդար է, բազմակողմանի զարգացած աղջիկ է, բարեհամբույր, գեղեցիկ, աշխատասեր, մի խոսքով բաժանորդագրվեք, վերջում ուզում եմ մաղթանքս ավարտել այս տողերով, եղեք երջանիկ կյանքում, գնահատեք կյանքը և ապրեք դրական մտքերով, իմ լավ դրական բարեկամներ։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, ինչպես ձեզ խոստացել էի, ձեզ ցուցադրում եմ մեր ծաղիկի դոմիկը, նայեք ինչ գեղեցիկ տեսք ունի գիշերով, լույսերը վառում ենք, սա կենտրոնական փողոցի վրա են գտնվում և փողոցից շատ սիրուն երևում են մեր ծաղիկները։ Նայեք ինչքան սիրուն է ժողովուրդ ջան։ Վերևից կախել ենք կախովի ծաղիկները, այսօր առավոտվանից անձրև է գալիս մեզ մոտ Մոսկվայում, այստեղ ներքև այս ծաղիկներն ենք դրել, բարխոտաները, ու այսպիսի տեսք ունի սիրելիներս մեր դոմիկը ծաղիկի, այստեղ իհարկե արդեն տարբեր երանգների պիտունյաներն ենք դրել, դե ձեզ ցույց եմ տվել այն կողմը մեր վարդերն է, վարդերից էլ այն կողմ մեր մեծ ջերմոցն է, ու այսպես սիրելիներս, այս տեսք ունի մեր ծաղիկների դոմիկը, երևի մի քիչ ձայնս բարձր է, որովհետև երթևեկությունը շատ է ժողովուրդ ջան, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք և կոմենտարիաներում գրեք, ձեզ դուր եկավ մեր ծաղիկների դոմիկը, թե չէ։ Հիմա գնանք մի փոքր ձեզ ցույց տամ, թե ինչ եմ պատվիրել Վայլբերիսից ծաղիկների մեջ դնելու համար։ Նայեք արդեն երևում են գեղեցկություններս։ Նայեք ինչ գեղեցիկ է։ Զարյատկա են վերցնում արևից և երբ որ մութը ընկնում են միանում են այդ ֆոնտանչիկները, ռոզվի ֆլամինգոներս, այսպես շարի տվի, էլի լամպշտեքով գեղեցիկ սվիծերնիկներ են կոչվում։ Ու այսպես սիրելիներս, սա էլ մեր բակում գեղեցիկ ծաղիկներ է տիրում, նա է գեղեցկություն է տիրում։